Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Սթիվեն Չարնոկ, օր մարտի 22։ Բայց ինձ համար բարի է, որ մոտենամ Աստծուն, իմ հույսը Տեր Աստծո վրա եմ դնում, որ քո ամեն գործերը պատմեմ։ Սաղմոս 73-րդ գլուխ 28-րդ խոսք։ Ինչ մխիթարություն կարող է պակասել, երբ մենք նայում ենք խաչված Քրիստոսին որպես մեր երաշխավորին և մեզ տեսնում ենք նրա հետ միասին խաչված, երբ կարող ենք մեր մեղքերը դիտել որպես նրա մեջ պատժված, իսկ մեզ ընդունված նրա խաչի շնորհիվ։ Մեզ համար ոչ թե մի հրեշտակ խաչվեց, այլ Աստծո Որդին, հոր հետ հավասար փառք ունեցողը, նա ով այնպիսի արյուն թափեց, որ կարող է ջնջել մեր հանցանքների ամբողջ ծանրությունը, անգամ եթե դրանք ավելի շատ լինեին, քան երկնքի բոլոր հրեշտակները կարող էին հաշվել, եթե ամեն ինչ հայտնի լիներ նրանց։ Նա խաչվեց ոչ թե մի քանի մեղքերի համար, այլ ամեն տեսակ հանցանքների համար։ Երբ աշխարհում դատաստաններ տեսնենք, ինչպես կարող ենք մխիթարվել, եթե չենք ճանաչում և չենք զգում խաչված Քրիստոսին։ Սարսափելի բան է դատապարտված մարդու համար տեսնել, թե ինչպես է իր համար պատրաստվում կախաղանը, պարանը և դահիճը։ Բայց երբ նա տեսնում է, որ իր համար քավություն է մատուցվել, Տիրոջ բարկությունը հանդարտվել է, օրենքը այլ կերպ է բավարարվել և իր դատապարտությունը վերածվել է ներման, այդ ժամանակ նրա նախկին բոլոր վախերը անհետանում են և նրան տիրում է քաղցր ու երանելի խաղաղությունը։ Այս գիտելիքով և գիտակցությամբ մենք չպետք է չափազանց սարսափենք մահվան մոտենալուց մեր վերջին պահերից, երբ մեզ զգում ենք խեղդված խաչի ծանրության տակ։ Քրիստոսի արյունը նման է մահվան նետերի ծայրերին կաթված բալասանի։ Հեռացնելով մեղքի բիծը, այն հեռացրել է մահվան խայթը։ Երբ մենք դողում ենք մեր մեղքերի գիտակցության, դատավորի դատավճռի և օրենքի անեծքների ծանրության տակ, եկեք նայենք խաչված Քրիստոսին, մեր բոլոր վշտերի բժշկին։